Սիրո գլուխը ամբողջ Աստվածաշնչի ամենամեծ հատվածներից է, այնպես չէ։ Բայց մենք հակված ենք այս սիրո գլուխը կարդալու կամ գործածելու, երբ որ ամուսնություն, պսակ կամ զույգերի ծառայություն է լինում։ Այսպիսով սահմանափակում ենք այս գլխի նպատակը, որտեղ այդ նպատակով չի գրվել։ Այս գլուխը գրվել է եկեղեցու համար, եկեղեցու մեջ հարաբերությունները կարգավորելու, ընթացքը, ճանապարհը եւ ուղին ցույց տալու համար։ Վերաբերվում է զույգերին, ընտանիքներին անշուշտ, բայց չնեղացնենք այս գլխի պատգամը։ Այս գլուխը վերաբերվում է մեզ որպես եկեղեցի, որպես համայնք, մեր ինչպես ապրելուն եւ Աստծուն փառավորելուն։ Սա նշանակում է, որ ես եւ դու կանչված ենք ապրելու ու վարվելու այնպես, որ մեր անձնազոհ կյանքով Աստված փառավորվի։ Այստեղ գործածված սեր բառը, գիտեք, առանձնացված է Աստվածաշնչի մեջ գործածված սիրո մյուս տեսակներից, աշխարհի վրա եղող սիրո մյուս տեսակներից։ Հակառակ որ այս բառը վերցվեց աշխարհից, բայց հատուկ նշանակություն ու իմաստ ստացավ։ Ագապե սերը Աստծո ինքնազոհ սիրո դրսևորումն է։ Այն սիրո, որ տեսանք խաչի վրա Քրիստոսի միջոցով։ Այն սիրո, որով Աստված նախաձեռնեց մեր փրկությունը եւ նախաձեռնեց գալու աշխարհ։